Ռուս-թուրքական հարաբերությունների մասին շատ երկար կարելի է խոսել, հատկապես վերջին 10-15 տարին, երբ որ այդպես շատ այսպես զիգզագներով տեղ ունեցան այդ հարաբերությունները, որովհետև նախ Սիրիայում նրանց շահերը բախվեցին, Հարավային Կովկասում բնականաբար պատմականորեն սկսած նրանց շահերը բախվում են, կա նաև Կենտրոնական Ասիան եւ մասնագիտական գրականության մեջ մի այսպիսի բնութագիր կա, որ նրանք այսպես մրցակից դաշնակիցներ են, հա, այսպես ինչ որ հարցերում մրցակցում են, ինչ որ հարցերում ուրեմն դաշնակցում են, օրինակ կարող է բերվել Աստանայի ֆորմատը Սիրիայի հետ կապված իհարկե, որը չաշխատեց, բայց եթե վերջին տարիներին մասին խոսենք, մասնավորապես դա սկսվեց մեր տարածաշրջանի համար 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ աստիճանաբար Ռուսաստանը սկսեց կորցնել դիրքերը։ Այն, որ Թուրքիան մեծ աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին եւ Ադրբեջանը այդ պատերազմում հաղթեց, սա այսպես թույլ տվեց, որ նախ իրավիճակը փոխվի Հարավային Կովկասում, ստատուս քվոն փոխվեց, իր հետ միասին փոխելով նաև ուժային բալանսը, որի պայմաններում Թուրքիան ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը, այլ նաև գնալով ավելի ամրապնդում, դա հիմք ընդունելով թուրքական ինտեգրացիայի գաղափարը առաջ քաշեց, եւ այս բոլորի համատեքստում ըստ էության մենք չտեսանք Ռուսաստանի կողմից գործնական այնպիսի քայլեր, որոնք որ Թուրքիայի դեմը կառնեին եւ հակառակը կամրապնդեին Ռուսաստանի ուրեմն դիրքերը։ Հետո դրա շարունակությունը եղավ արդեն Ուկրաինայում պատերազմը, եւ որը կրկին այսպես նպաստեց Ռուսաստանի դիրքերի թուլացմանը։ Եվ հիմա եթե մենք դիտարկենք այս ուրեմն այցը Հաքան Ֆիդանի, գիտեք, դա շատ հետաքրքիր էր, ցուցիչ էր նախ այն տեսանկյունով, որ Ռուսաստանը, որը որ մեր տարածաշրջանում հարյուրամյակներ եղել է այսպես ամենագերակա ուժը եւ հակառակը ուրեմն ոչ խոշոր տերություններն են դա քննարկել մեծ հաշվով, վիճարկել ավելի շուտ, իսկ Թուրքիան եւ Իրանը դրա հետ հաշվի են նստել, հիմա տեսեք ինչ իրավիճակ է ստացվում, որ Ռուսաստանը մի իրավիճակում է, երբ որ մեր տարածաշրջանը, որ իր այսպես շահերի բացարձակոտի է եղել, Թուրքիային առաջարկում է միասին ուրեմն այսպես ազդեցություն հաստատեն կամ միմյանց շահերը նկատի ունենան տարածաշրջանում։ Ես մի անգամից ասեմ, որ տենց բան չի լինելու։ Թուրքիան բնականաբար բոլոր հնարավոր տարբերակներով փորձելու է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Եվ դողակի հասկանալի է, որ առաջին հերթին տեղի ունենում Ռուսաստանի դիրքերի հաշվին։ Երկրորդը, որպես այդ համագործակցության այսպես մեխանիզմ, որտեղ ինչ-որ մի համագործակցություն մեխանիզմով պետք է դա տեղի ունենա, Ռուսաստանի կողմից առաջարկվեց կրկին 3+3 հարթակը։ Գիտեք, թուրքական կողմը իմ կարծիքով ուղղակի շատ դիվանագիտական պատասխան է տվել իդեմս Հաքան Ֆիդանի, որ իրենք նույնպես կողմնակից են, իրենք նույնպես առաջարկում են այդ ֆորմատի շրջանակներում աշխատել եւ անգամ առաջարկում են հանդիպում անցկացնել, իմիջիայլոց դրա մասին քննարկումները ավելի վաղուց կային, որ հանդիպումը լինի կամ Երևանում կամ Բաքվում։ Եթե զուտ, այսպես որպես հետազոտող ես այդ հարցին պատասխանեմ, ես կասեմ, որ դա չի իրականացող ֆորմատ է, որքան էլ որ երկու կողմերը փորձեն թեկուզ ֆորմալ շատ առումով դրան հասնեն, կարող է ինչ-որ հանդիպումներ լինեն, ինչ-որ հարցերի շուրջ քննարկեն, սա չեմ բացառում, բայց տեսեք ինքը որպեսզի հարթակ կայանա, որ ինչ-որ մի հարց կլուծի տարածաշրջանում, դա ուղղակի անհնարին է։ Ես նշեմ, որ անվտանգային առումով անհնարին է, որտեղ բոլոր պետություններն ունեն անվտանգային լրիվ այլ պատկերացումներ ու խնդիրներ, նույնը Ռուսաստանը եւ Թուրքիան, եւ խորքում իրենք շարունակում են մնալ ռազմավարական հակառակորդներ։ Իրանը բնականաբար այս ֆորմատի հետ կապված իր 2020-ից հետո կրկին հիմնական ներգրավվածությունը պայմանավորված էր նրանով, որ Իրանում անհանգստություն կար, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվեն Հարավային Կովկասի հետ կապված եւ իրենց ուղղակի դուրս կթողնեն, ու իրենք դա
դիտարկում էին ֆորմատ, որտեղ իրենք էլ կլինեն, այսինքն դուրս չեն մնա իրադարձություններից, բայց հիմա լրիվ ուրիշ իրավիճակ է ձևավորում, մանավանդ եթե իսկապես Իրանի նկատմամբ պատժամիջոցները դուրս գան, վերանան, այո, այս լրիվ ուրիշ իրավիճակ է ստեղծելու նաև մեր տարածաշրջանի համար։ Եվ վերջապես Հայաստան, Վրաստան, Ադրբեջան լրիվ ուրիշ խնդիրներ ունեն, ֆորմատը ուղղակի դիվանագիտական խոսակցություն կարելի ասել։ Այո, այն ինչ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում, դա ամենամեծ ցուցիչն է։ Այո, ռուսական կողմը իմ դիտարկմամբ ինքը միջև հնարավոր բոլոր այսպես իր համար ժամանակի հնարավոր տարբերակներով փորձեց պահի իր դիրքերը, որտեղ ակնհայտ է, չէ, որ դա իր համար ազդեցության կարևորագույն լծակ էր բոլոր առումներով, բայց չկարողացավ եւ մենք փաստացի այսօր տեսնում ենք ինչպիսի իրավիճակ է ստեղծվել։ Հարավային Կովկասի իհարկե փոքր ավելի մեծ տարածաշրջան է, նախ Ադրբեջան ներողություն փակագծում ասեմ, եւ այստեղ Իրան կա։ Այնտեղ Իրանը շահ եւ հետաքրքրություն չուներ մասնակցելու, ոտք դնելու եւ ավելի շուտ Իրանային վիճակում չէր որպեսզի մասնակցեր։ Հիմա դիտարկենք այստեղ նաեւ Իրանի։ Այո, տեսեք, Ադրբեջանում Ռուսաստանի ազդեցությունը, չգիտեմ, երևի 0 է։ Այսինքն չկա ազդեցություն։ Կամ եթե կա, դա շատ քիչ մաքսիմալ քիչ ազդեցություն Ադրբեջանում։ Վրաստանի օրինակում մենք տեսնում ենք ինչ-որ այսպես հակասական բաներ, բայց մեծ հաշվով Վրաստանը փորձում է նախորդ շրջանում ձեռք բերված որոշակի մեխանիզմներ պահել։ Հայաստանի դեպքում ակնհայտ մենք տեսնում ենք ինչ ուրեմն գործընթացներ է տեղի ունենում։ Հիմա ազդեցության համար մրցակցությունը դա պրագմատիկ, հստակ շահերի վրա հիմնված ուրեմն այսպես գործընթաց է։ Ուղղակի այստեղ մի հատ այսպես հետաքրքիր ռետորական հարց առաջանում։ Թուրքիան, եթե հնարավորություն ունենա իր ազդեցությունը ընդլայնելու, ինչի՞ չպետք է իր այսպես պատմականորեն հակառակորդի հետ գնա ինչ-որ բան կիսելու, չի լինելու այդպիսի բան։ Հակառակը Թուրքիան միջև վերջ իր բոլոր հնարավորություններով փորձելու է ռուսական շահերի հաշվին հաստատել իր ազդեցությունը, եւ սա միայն Հարավային Կովկասում չէ, սա նաեւ Կենտրոնական Ասիայում է, սա նաեւ Ուկրաինայում, սա նաեւ Սև ծովի ավազանում է։ Այսինքն այս միֆ է ուղղակի, դա ելի եմ ասում դիվանագիտական ինչ-որ այսպես ձևակերպում է ուղղակի։ Բնականաբար Թուրքիան, ես կարող եմ անգամ թվարկել, թե Թուրքիան ինչեր է անում այդ ձևակերպման տակ։ Հա, օրինակ հիմա թեկուզ մեզ մոտ ճանապարհների ապաշրջափակման եթե գնա Թուրքիան իսկապես սա չի նշանակում ռուսական ազդեցության կրճատում։ Երկրորդ ավելի կարևոր խնդրի մասին ասեմ Կենտրոնական Ասիային, որը առաջին հայացքից թվում է թե ուղղակիորեն մեզ չի վերաբերվում, բայց շատ շերտերով գալիս է էլի մեր տարածաշրջան։ Հիմա տեսեք Թուրքիան օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է, նաև այնտեղ է շատ թուլացել, բացի կրթամշակութային գործունեությունից, որ իր պիկում է գտնվում, նաև նախաձեռնել է անվտանգային ոլորտում որոշակի գործողություններ։ Մասնավորապես այս պահին Թուրքիան փորձում է Ադրբեջանում կիրառած մոդելը կիրառի Կենտրոնական Ասիայում։ Այսինքն նախ այս երկրներից զինված ուժերից կանչում է տարբեր վերապատրաստումների, այդ նատոյական այդ համակարգում, իսկ նրանց համար դա գրավիչ է առնվազն եւ նրանք էլ ունեն բանակի վերակառուցման խնդիրներ, մանավանդ մեր օրինակը տեսնելով եւ նաեւ Աղվանստանից եկող վտանգները հաշվի առնելով եւ տեսեք օրինակ հիմա թուրքական հրահանգիչների խումբը գտնվում Ուզբեկստանում, այսինքն պահի այսպես ազդեցությամբ Թուրքիան հնարավորին մաքսիմումը փորձելու է վերցնել, ոչ մի համաձայնություն ազդեցության հարցում չի լինելու։ Եվ Ռուսաստանի կողմից մենք չենք տեսնում այդ ակտիվություն ջղաձգությունները նաև չենք տեսնում։ Տեսեք, գիտեք ինչի, որովհետև իմ կարծիքով դա իրենց այդ ամենը Ռուսաստանը տեսնում է։ Իհարկե տեսնում է, եւ տեսեք, դա արտահայտվում է նրանով, որ թուրքերին առաջարկում են համագործակցել։ Իսկ ընդհանուր, եթե մենք դիտարկենք ռուս-թուրքական հարաբերությունները, ես էլի կարող եմ ոլորտներ ասել, որտեղ Ռուսաստանն այս բանին պարտվել է Սիրիան դա ամենամեծ օրինակներից է։ Հիմա տեսեք, Թուրքիան միշտ արևմտամետ քաղաքականություն է վարելու։
ինքը ինչ որ չափով Ռուսաստանի հետ հարաբերությունները պահում է, որտեղ դրանք նախկինը չեն տնտեսական խնդիրների հետ կապված, որտեղ Թուրքիան էլ դրանից օգուտներ ունի, չնայած որ շատ արևմուտքը բավականին ուրեմն սանկցիաներ նաև թուրքական տարբեր ընկերությունների նկատմամբ է կիրառել, բայց այնուամենայնիվ պահում է, որովհետև դա իրեն է պետք եւ իրենք դա բացատրում են նաև եվրոպացիներին, օրինակ երկու հիմնական առումով էներգետիկ, որտեղ Եվրոպան շատ վաղուց է իրենց ասում, որ մի գնեք այդ գազը, բայց նրանք էլ անդադ բացատրում են, որ ուղղակի չեն կարող չգնել, որտեղ այլընտրանք չունեն, իսկ առնվազն 40%-ը գալիս է Ռուսաստանից։ Էլ չեմ ասում, որ միջնորդ են դեպի Եվրոպա արտահանման համար։ Եվ տուրիստները, որտեղ ամենամեծ թվով տուրիստները գնում են Ռուսաստանից, այսինքն եթե Ռուսաստանը այստեղից դուրս է գալիս, այդ համակարգը ուղղակի փլուզվում է Թուրքիայում առնվազն կեսով չափ։ Այսինքն այս երկու ոլորտներ են, որոնք որ Թուրքիան եւ պետք են եւ իր տնտեսության այսպես հիմքերում են։ Բայց նա գիտի, որ ինչքան է թույլ տալիս եւ որտեղ է դիմացը փակում։ Այո, եւ տեսեք Թուրքիան Էրդողանը հատկապես արևմուտքի հետ այս բոլոր խնդիրները հաշվի առնելով կարմիր գծերը չի հատում։ Հիմա եթե ուղղակի խնդիրը այսպես հիպոթետիկ եթե դնենք, եթե օրինակ Թուրքիան կգնա ավելի շատ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման, թե ամեն ինչ կանի, որպեսզի արևմուտքի հետ շարունակի, իհարկե երկրորդը։